Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության շաբաթվա ամփոփիչ թողարկումն է։ Շատերի համար կարող է զարմանալի հնչել, որ Ուկրաինա կատարած նախագահի առաջին պաշտոնական այցն էր այս շաբաթ վերջին 10 տարվա ընթացքում։ Ամբողջ 10 տարի Հայաստանի նախագահներն այդ երկիր չեն այցելել պաշտոնական այցով, չնայած Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է մեր երկրի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ Հարաբերությունների ոչ լիարժեքությունն այդ ժամանակահատվածում մեկնաբանվում է վերջին տարիներին Ուկրաինայի ներքաղաքական կյանքում արձանագրվող բուռն գործընթացներով, աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություններով, ինչպես նաև հանգամանքով, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ միասին ՎՈԱՄ ռազմաքաղաքական կառույցի անդամ է, ինչը որոշակի առումով նույնիսկ պարտադրում էր այդ երկրին շատ ջերմ չլինել Հայաստանի հետ։ 2010 թվականին, երբ իշխանության եկավ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, այս առումով կարելի է երկու պետությունների հարաբերությունների համար նոր շրջափուլ համարել, որին լրացուցիչ խթան ու ազդակ հավելեց նախագահ Սարգսյանի այս շաբաթ կատարած պաշտոնական այցը այդ երկիր։ Նախագահ Սարգսյանին Ուկրաինա այցի օրերին ուղեկցել է նաև իմ գործընկեր Գևորգ Ալթունյանը։ Իդեպ նախագահներ Սարգսյանի ու Յանուկովիչի ասուլիսում հենց նրա հարցին պատասխան մեր հանրապետության ղեկավարը պարզաբանել է, թե ինչու Կազանում բեկում չարձանագրվեց, որովհետև Ադրբեջանն իրեն պայծ այնպես, ինչպես վերջին 1.5 տարվա ընթացքում եւ արդեն արկա փաստաթուղթը փոփոխելու 10 նոր առաջարկ ներկայացրեց, նախագահը կարծիք է հայտնել նաև, որ այդպիսով առնվազն մեկ հնարավորություն բաց թողնվեց։ Հուլիսի 1-ին մեկնարկեց նախագահ Սարգսյանի պաշտոնական այցն Ուկրաինա, որը ինչ-որ առումով կարելի է նույնիսկ պատմական անվանել, հաշվի առնելով շուրջ 10-ամյա բացը, որը կապված էր մեր երկրի ղեկավարների Ուկրաինա այցերի բացակայության հետ։ Եվ քանի որ հարցերի շրջանակը, որը նախատեսում էր քննարկել այցի ընթացքում, բավական մեծ էր, համապատասխանաբար մեծ էր նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում էին նաև արտաքին գործերի, էկոնոմիկայի, սփյուռքի, մշակույթի, առողջապահության նախարարները, պաշտոնատար այլանդզինք, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Կիևի Բորիս Պոլոթան հավաքայանում նախագահին սպասում էր ուկրաինական աղվասն ու ջերմընդունելությունը։ Օրակարգի առաջին կետը անհայտ զինվորի գերեզմանն էր, ինչ-ինչ, բայց Հայաստանն ու Ուկրաինան հրաշալի գիտեն հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի իրական գինը, քանի որ այդ հաղթանակը նաև հայերն ու ուկրաինացիներն են կերտել, կռվելով կողք կողքի, հասնելով մինչև Բեռլին։ Հաջորդ կանգառը ուկրաինական Գոլոդոմորի սովահարության զոհերի հուշարձանն էր 1932-33 թվականներին, ըստ արդեն հաստատված տվյալների, խորհրդային իշխանության կողմից իրականացված միտումնավոր քաղաքականության արդյունքում Ուկրաինայում գրեթե 4 միլիոն մարդ մահացավ սովից։ Խորհրդային տարիներին այդ թեման փակ էր համարվում, բայց 80-ականների վերջում իրողությունները փոխվեցին, դրանց հետ էլ մարդկանց պատկերացումները ուկրաինական ժողովրդի մեծագույն ողբերգություններից մեկի պատճառների մասին։ Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց նաև Գոլոդոմորի զոհերի հիշատակին։ Իսկ այդ ընթացքում Ուկրաինայի նախագահի նստավայրում բոլորն արդեն կազմ պատրաստ սպասում են մեր երկրի ղեկավարի ժամանելուն։ Նախագահ Սարգսյանի այցի առանցքային կետերից մեկը Վիկտոր Յանուկովիչի հետ առանձնազրույցն էր։ 10 տարվա բացից հետո նախագահական հանդիպումն առավել քան հրատապ էր եւ երկու երկրների ղեկավարները հաստատ քննարկելու շատ բաներ կունենային եւ առավել քան սպասելի էր, որ առանձնազրույցը նախատեսվածից երկար կտևեր։ Այդպես էլ եղավ եւ շուրջ 2 ժամ տևած զրույցից հետո նախագահներին միացան նաեւ պատվիրակությունները, իսկ այնուհետեւ տեղի ունեցավ մի շարք փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը վերաբերող ամենատարբեր ոլորտների՝ օդային փոխադրումներից սկսած մինչեւ առողջապահություն։ Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը հայ-ուկրաինական հարաբերությունները պատշաճ մակարդակի բերելու համար։ Հիմնականում սա էր այն միտքը, որն ընկած էր փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողության հաջորդած երկու երկրների ղեկավարների հայտարարությունների հիմքում։ Наша договоренность о том, что нужно нарушить эту непонятную десятилетнюю паузу. Մենք կարողացանք կոտրել բարձր մակարդակով նախագահների այցի 10-ամյա անհասկանալի դադարը եւ այսօր մեծագույն հաճույքով մեր երկրում ընդունել ենք պարոն նախագահին եւ հայկական պատվիրակությանը։ Մենք բանակցություններ ունեցանք, որոնց արդյունքում համոզվեցինք, որ չիրագործված հնարավորությունների վիթխարի ռեսուրս ունենք։ Ամփոփելով այսօրվա բանակցությունները կցանկանայի գոհունակությամբ ընդգծել հետևյալը. պետությունների ղեկավարների մակարդակով եւս մեկ անգամ հաստատվեց հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրապնման փոխադարձ ձգտումը, նաեւ ձգտումը ապահովել դրանց տեղափոխումը նոր բարձր մակարդակ։ Դա անկասկած շատ կարևոր է, դա մեր երկրների բարգավաճման եւ Հայաստանի ու Ուկրաինայի ժողովուրդների բարեկեցության, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման շահերից է բխում։
Ինչու, չնայած վաղօրը քննչեցված դրական կանխատեսումներին, Կազանում կայացած եռակողմ հանդիպումը ոչ մի դրական զարգացում չարձանագրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Սա մեր հարցների երկու երկրների նախագահներին։ Ինչպես եւ ակնկալվում էր, Վիկտոր Յանուկովիչի պատասխանը զուտ դիվանագիտական էր։ Նախագահն ընդամենը նշեց, որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը Ուկրաինայի բարեկամներն են եւ որ իր երկիրը ցանկանում է, որ բարեկամները կարողանան ընդհանուր լեզու գտնել։ Իսկ նախագահ Սարգսյանի պատասխանը բնականաբար անհամեմատ գործնական էր։ В Казани действительно могли совершить прорыв. Կազանում մենք իրոք կարող էինք բեկում մտցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն ցավոք դա տեղի չունեցավ։ Նախորդին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ես հայտարարեցի, որ Կազանում կարելի է հասնել հաջողության, եթե ադրբեջանական կողմը չներկայացնի նոր պահանջներ։ Պաշտոնական Բաքուն ցավոք Կազանում իրեն պայծ այնպես, ինչպես նվազագույնը վերջին 1.5 տարվա ընթացքում։ Ադրբեջանական կողմը գոյություն ունեցող փաստաթղթի մոտավորապես 10 նոր առաջարկություն ներկայացրեց։ Մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մշակված է այն աստիճանի, որ ցանկացած փոփոխություն կպահանջի փոփոխություններ այլ տեղերում, այլ կետերում, ենթակետերում։ Այսինքն այդ սցենարը կրկնվեց ամենակիչն արդեն 4-րդ անգամ վերջին 15 ամիսների ընթացքում։ Ես կարծում եմ, որ համենայն դեպս մեկ շանս արդեն բաց է թողնվել մեր կողմից։ Դա չի նշանակում բանակցային գործընթացի ավարտ, դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր բանակցությունները, սակայն դա նշանակում է, որ ամեն դեպքում մինչ նոր հանդիպումը եղած ժամանակահատվածը մենք կորցրեցինք։ Ռուսաստանի նախագահը եւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց մտադրությունը հետագայում եւս ավելացնել ջանքերն այդ հարցում եւ երեք Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցում ինձ տեղեկացրեց, որ արդեն իր տեսլականը գրավոր տարբերակով ուղարկել է։ Կարծում եմ շուտով մենք կստանանք այն ու կտեսնենք, թե ինչպես ենք այսուհետ առաջ շարժվելու։ Օրակարգային հաջորդ կանգառը աշխատանքային ճաշն էր Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյունի հետ, որի ավարտից հետո նախագահին արդեն սպասում էին Ուկրաինայի օրենսդիր մարմնում Գերագույն Ռադայում։ Օրենսդիրի ղեկավար Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպման ընթացքում շեշտվեց հայ-ուկրաինական խորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Վլադիմիր Լիտվինը նշեց, որ շուտով այցելելու է Հայաստան եւ այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի առաջին նիստը։ Հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը առաջնային էր նաև հայ-ուկրաինական համագործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումներում, որոնց առանձնահատուկ ուշադրություն էր ցուցաբերվում այցի ողջ ընթացքում։ Հենց այս թեման էլ հիմնականն էր Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում կայացած հանդիպման ընթացքում։ Նախագահ Սարգսյանն այստեղ հանդես եկավ ելույթով, որի առանցքը երկու երկրների հարաբերությունները խթանելու եւ առկա պոտենցիալը լիարժեք օգտագործելու պատրաստակամությունն էր, ինչն առավել դյուրին է նաեւ այն պատճառով, որ Վիկտոր Յանուկովիչը հրաշալի գիտե Հայաստանը։ Մենք պարոն նախագահի հետ ծանոթ ենք վաղուց, պարոն նախագահը երկար տարիներ գիտի Հայաստանը եւ ինչպես ինքն անձամբ արտահայտվեց, նա շրջել է ամբողջ Հայաստանի բոլոր ուղղություններով, եղել է բոլոր բնակավայրերում եւ այդ առումով ցանկացած ներդրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում 100% երաշխավորված է։ Քիչ ավելի ուշ Վիկտոր Յանուկովիչի անունից ի պատիվ մեր երկրի ղեկավարի տրված պաշտոնական ճաշն էր, որի ընթացքում Հայաստանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրեց Հայաստանի բարձրագույն պարգևով Մեսրոպ Մաշտոց իշխանանշանով։ Սերժ Սարգսյանն էլ պարգևատրվեց Ուկրաինայի բարձրագույն իշխան Յարոսլավ Իմաստուն առաջին աստիճանի իշխանանշանով։ Ուկրաինայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը։ Հենց այդ միջոցառման շրջանակում էլ Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում հուլիսի 2-ին բացվեց անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացումը նախագահ Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրվա մեկնակետն էր։ Նախագահի հաջորդ կանգառը հռչակավոր Կիևո-Պեչերսկայա լավրան էր, Ռուսիայի տարածքում կառուցված առաջին քրիստոնեական վանքերից մեկը։ Եկեղեցական հրաշք այս համալիրի առաջին հիմքերն սկսել են դրվել դեռևս 11-րդ դարի կեսերին, Յարոսլավ Իմաստունի օրոք։ Սկզբնական շրջանի սովորական քարանձավերից լավրան վերաճել է եկեղեցական մեծ համալիրի փռված հսկայական տարածության վրա, Կիևի կենտրոնում Դնեպրի ափին, եւ ներկայումս զբոսաշրջության կենտրոններից մեկն է համարվում։ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցի վերջին կետը հանդիպումն էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հուլիսի 2-ին երեկոյան այցն ավարտվեց եւ պատվիրակությունը վերադարձավ Հայաստան, արձանագրելով, որ հայ-ուկրաինական հարաբերություններում որակապես նոր շրջափուլ է սկսվում իրական բարեկամության, փոխշահավետ համագործակցության եւ ապագա փոխգործակցության հանդեպ բացառապես դրական ակնկալիքների շրջափուլ։ Գևորգ Ալթունյան, Հայլուր։
Շաբաթվա լրահոսի թերևս ամենաարտառոց լուրը Գյումրեցի բժշկի սպանությունն է։ Շտապօգնության ծառայության 65-ամյա բժշկին աշխատանքը կատարելիս դաժանաբար ծեծել են, որից հետո նա մահացել էր։ Այս արտառոց դեպքը մինչև հիմա էլ քննարկում են Գյումրիում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում։ Այդ միջավ դեպը միահազանգ էր մարտահրավեր նետված մեր ժողովրդին։ Սոցիալական պայմանների անբավարարության, կրթության եւ հատկապես բարեկրթության պակասի, մեր ազգային արժեհամակարգի հիմքերի խաթարման եւ այլ գործոնների համադրումը հնարավոր դարձրեց կոնկրետ դեպքում վայրենի ագրեսիան հումանիտար մասնագիտության ներկայացուցիչ տարեց մարդու նկատմամբ, որը պետք է փրկեր իր վրա հարձակվողի հորը։ Պարտադիր չեն սոցիալական հարցումները հասկանալու համար, որ շտապօգնության բժիշկ հրավիրում են կյանքի համար վտանգավոր իրավիճակի դեպքում կամ հարազատները ենթադրում են, որ այդպես է։ Եվ շտապօգնության հասնողի նկատմամբ մոլեգնած հարազատի բռնությունն իսկապես պետք է մտահոգի բոլորիս։ Իհարկե պատահում է, որ շտապօգնությունը երբեմն կամ հաճախ այնքան էլ չի շտապում, բայց դա խնդրի մյուս կողմն է։ Ինչու է մեր հասարակության մեջ պակասել հանդուրժողականությունը, բարությունը փոխադարձ հարգանքը։ Պատասխանը պետք է փնտրի ամբողջ հասարակությունը։ Դա արդեն փորձել է անել Գյումրիի մեր թղթակից Աննա Մարտիկյանը։ Հունիսի 26-ին ժամը 23-ին Գյումրիի շտաբ բուժօգնության կայանում կանչ է գրանցվում Արամայիս Արշակի Կարապետյանին անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու մասին։ Կանչով մեկնած շտապօգնության մեքենային դիմավորում է հիվանդի որդին։ Արտակ Կարապետյանը եւ նստելով մեքենան հայոյանքների տարափով բուժաշխատողներին ուղեկցում իր բնակարան։ Իր արարքը պատճառաբանելով բժիշկների ուշանալով։ Չի ուշացել մեքենան, այդ կանչը տևել է, մինչև կանչը զանգելուց հետո մոտավորապես 5-6 րոպե տևեթեղ հասնել է։ Բժիշկ Գրիգորյանն այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ հարբած ու հայոյող երիտասարդին կարգի հրավիրելիս կարող էր կյանքով հատուցել։ Ընթացքի ժամանակ մեքենայից դուրս է եկել, թռել է դուրս, բացել է բժշկի դուռը մեքենայի։ Դուրս է քաշել, գցել է կետին, սկսել է խփել։ Վարորդը կանգնել է, վարորդը բուժքույրը օգնել են, բաժանել են, բայց մոլեգնած երիտասարդի հարվածներից ու հայոյանքներից բուժքույրն ու վարորդն էլ անմասն չեն մնացել, իսկ գազանաբար ծեծվող տարեց բժշկին օգնության է հասել Քաջարի երիտասարդի մայրը։ Գնացել են մայրները, նստել մեքենան, հասել են հասարակական տուրը, իջել են ներքև։ Նորից Արտակ Կարապետյանը սկսել է ծեծի ընդարգել բժշկին, ձեռքերով եւ ոտքերով խփել բժշկի մարմնի տարբեր մասերին եւ քաշ տալով տարել տուն։ Բժիշկը օգնություն է ցույց տվել հիվանդին, հիվանդի վիճակը կարգավորվել է եւ բուժ անձնակազմը փորձել է հետ վերադառնալ։ Սակայն Արտակ Կարապետյանը թույլ չի տվել մեքենան շարժվելու, նորից բժիշկին իջեցնել է ավտոմեքենայից եւ սկսել հարվածել։ Այնուհետև տարեց բժշկին 4 անգամ գազանաբար ծեծելուց հետո Արտակ Կարապետյան ուժով քաշ է տվել իրենց բնակարան, որտեղ բուժքրոջ համար արդեն անհնար էր փրկել 65 տարեկան բժշկի Աշոտ Գրիգորյանի կյանքը։ Վարկածը թե շտաբ բուժօգնության մեքենան ուշացումով է տեղ հասել, ինչն էլ կատաղության է հասցրել երիտասարդին, Շիրակի մարզի քննչական բաժնում հերքում են փաստերով։ 23-2 րոպեին գրանցվել է կանչը, 23-7 րոպեին արձանագրված է այցը հիվանդին։ Սա եւս մեկ այլ հանգամանքով է հիմնավորվում, որ մինչև բուժօգնություն ցույց տալը եւ այլն, այդ ընթացքում ժամանակ անցել, իսկ 23-25 րոպեին արդեն արձանագրվել է երկրորդ կանչը բժշկին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Շտաբ բուժօգնության կայանի մեքենայի ուշացումը Արտակ Կարապետյանի պատճառաբանությունը հերկված է։ Իրավաբանական տերմինով ասած, կասկածյալի հորը բժշկական օգնությունը հարկավոր էր եղել ներվային ցնցումները հանգստացնելու համար։ Նույն հասցեից նմանատիպ եւս մեկ կանչ գրանցվել է հունիսի 18-ին, դեպքից 5 օր առաջ։ Դեպքի մանրամասները դեռ կպարզի նախաքննությունը։ Հաստի արդիվ անմիջապես հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարվում է քննություն, իսկ Արտակ Կարապետյանը ձերբակալված է։ Սա բացառիկ երևույթ է 34 տարվա իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք անգամ չեմ լսել։ Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն իր վրդովմունքը հայտնելուց բացի հայտարարեց, որ հետևողական կլինի, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։ Կասկածյալի տանը մարդ չկա, հարազատները ոչինչ չցանկացան պատմել, դրկից հարևաններն էլ ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել։ Ժամանակը չի տրամադրում, արժեքային ժամանակաշրջան չի սա։ Ես այդպես եմ համարում, իսկ դեպքը ուղղակի պատասխանեցնում էր մեր բժշկի հետ կատարվածը։ Շիրակի մարզի առողջապահության բաժնի պետը զոհված բժշկի ընտանիքին հոգատարություն ցուցաբերելուց բացի նաև նիստ է հրավիրում, որտեղ եւ որոշում են։ Անպայման բուժ հիմնարկներից մեկը
Կոչենք մեր այդ հարկարժան Գրիգորյան Աշոտի անունով Աշոտ Գրիգորյանի ընտանիքի համար մխիթարական քայլ է, բայց թե հասարակության դարդին դարման անելու համար կառուցվածքային փոփոխություններ են հարկավոր հոգեբանական տեսանկյունից։ Ես անընդհատ այն տպավորությունը ստացա, որ կողքի մարդիկ ոնց որ հանդիսատես են եղել, դիտորդ են եղել։ Այդ խոսում է նաև այն մասին, որ մենք մի տեսակ ապատիկ ենք, անտարբեր ենք։ Մենք սիրում ենք հիմա պարզապես դիտորդ լինել։ Հոգեբանն ուսումնասիրել է ագրեսիա ծնող արտաքին ու ներքին գործոնները։ Արտաքինով պայմանավորված դա ԶԼՄ-ների ներգործությունն է։ Արտաքինով պայմանավորված դա այն ընդհանուր իրավիճակն է, բավականին ճնշող իրավիճակն է, որ այսօր կա Գյումրիում, քաղաքում։ Եվ ազատ ժամանցի հնարավորությունների պակաս, եւ լավ ապրելու պակաս, եւ ընդհանուր կյանքի որակի շատ ցածր որակ եւ սոցիալ-տնտեսականով պայմանավորված բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն ավելի անհանդուրժող, անտարբեր ու ագրեսիվ է դարձել, իսկ հոգեբանները պնդում են, ավելի լավ է լուրջ աշխատանքներ տարվեն նախ եւ առաջ հասարակության մեջ ագրեսիա ծնող երևույթները պակասեցնելու ուղղությամբ։ Այն ինչ որ տեղի ունեցել դա իսկապես ցնցող է, բայց ոչ թե այստեղ պետք է հույզերին ու զգացմունքներին առատություն տալ, վիրավորվածի կամ խռովվածի կեցվածքով հանդես գալ, ասենք բժիշկների կողմից, այլ պետք է այստեղից դասեր քաղել եւ զգուշանալ, որպեսզի երկրորդ անգամ նման բան տեղի չունենա։ Իսկ ինչ է դրա համար պետք անել, դա գործողությունների եւ որոշումների եւ օրենքների մի ամբողջ համալիր կարող է լինել։ Ի վերջո ով է մեղավոր, երբ նման դեպքեր են կատարվում ու կրկնվում, երկրի գործադիր կամ օրենսդիր իշխանությունը, մասնագիտական կառույցները, իրենց ոլորտում թերուս մասնագետները, թե մեր երկրում արտասահմանյան գրանտներով քաղաքացիական հասարակություն ձևավորող գույնզգույն հասարակական կազմակերպություններն ու հասարակ ժողովուրդը, մինչև այս գորդյան հանգույցը կլուծվի, լավ կլինի յուրաքանչյուր ոք փորձի գտնել նախ եւ առաջ իր մեղքի բաժինը։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Հայլուր։ Այս տարի ամառային սեզոնային զրույցներն ու բողոքները մեկով պակասելու են։ Վերջին տարիներին չի եղել ամառային գոնե մեկ սեզոն, որ քաղաքացիները չբողոքեին Սևանալճից, այնտեղ ուղղակի անհնար էր հանգստանալը։ Բոլոր լողափերը վճարով էին, ընդ որում երբեմն անհասկանալի էր, թե ում եւ ինչու է վճարում։ Դրա փոխարեն սակայն ոչ մի որակյալ ծառայություն չէր ստանում։ Դեռ սեզոնը չէր էլ սկսել, երբ նախագահը հանձնարարեց կարգի բերել Սևանի հանրային լողափերը։ Դրանք իդեպ ոչ միայն բարեկարգվել են, այլև ընդարձակվել։ Հաճելի նորությունը Սևանում կա առնվազն 2 լողափ, որտեղ կարելի է գնալ ամառվա տապին մաքուր եւ հիգիենիկ պայմաններում հանգստանալ ու դրա դիմաց չվճարել։ Ընդ որում հիմա արդեն վճարովի մասնավոր լողափերը ստիպված կլինեն կարգի բերել իրենց տնտեսությունը, վերանայել գնելը եւ ծառայությունների տեսականին։ Մինչեւ 1000 այցելուի համար նախատեսված հանրային լողափերը իմ գործընկեր Լուսինե Մկրտչյանի տպավորությամբ շատ հարմարավետ են ու կոկիկ, մաքուր շրջակա միջավայրով եւ որակյալ ենթակառուցվածքով։ Երևան-Սևան ավտոմայրուղու դեպի հանգստյան գոտիներ տանող հատվածի հենց սկզբնամասում կարելի է հանդիպել շատ պարզ ցուցանակի։ Հանրային լողափ, այլ ոչ թե ոսկեձկնիկ կամ ջրահարս կամ էլ օտարահունչ մի անվանում։ Մնացածը նույնպես շատ պարզ է։ Մի քանի քայլից ազգաբնակչության համար անվճար նախատեսված հանգստյան գոտին է։ Հարգելի հանգստացողներ, լողանալիս լողանշանները մի անցեք։ Հանգստյան սեզոնը Սևանում մեկնարկեց հաճելի նորությամբ, լողալու, արևի լոգանք ընդունելու եւ պարզապես հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար։ Այսուհետև հարկավոր չէ երկրից դուրս մեկնել կամ ծախսել մեծ գումարներ մասնավոր հանգստյան գոտիներում։ Երկու տարածք, մեկը Սևանի քաղաքային նախկին լողափի, մյուսը թերակղզու հատվածում հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն բարեկարգվել ու տրամադրվել է հանրային օգտագործման։ Հանրային լողափում անվճար են մի շարք ծառայություններ, թե որոնք հստակ տեղեկացնում են ահա այս ցուցանակները, որոնք իդեպ տեղադրված են հանրային լողափի տարբեր հատվածներում։ Եվ այսպես Սևան ազգային պարկը տեղեկացնում է, որ անվճար են հանրային լողափում հետևյալ ծառայությունները՝ բուժ սպասարկումը, անվճար տրամադրվում են լողափնյա թախտերը, անվճար է մանկական եւ սպորտային խաղահրապարակներից օգտվելը, անվճար են հանդերձարաններն ու զուգարանները, ինչպես նաեւ անվճար է ավտոկանգառը։ Գնանք պարզենք, արդյոք այդպես է։ Ավտոկանգառի համար վճարեցիք։ Չէ։ Ինչու՞։ Գիտեք, որ անվճար է։ Համ գիտեմ, համ էլ ոչ մեկը չի ուզել։ Այդպիսի հարց չի եղել եւ գրված է, որ բոլորը անվճար։ Ինչքան նոր հովեկներ, այնքան էլ լողափնյա նոր տախտակներ են տրամադրվում ու շվաքարաններ բացվում։ Անգամ Սևանի սիրահարների համար այս ամենը նոր ու մին փոքր էլ անհավանական է թվում։ Խնդիրներ չառաջացան այս լողափնյա թախտերը ձեռք բերելու եւ Իհարկե ոչ, տեղադրված ենք այն եւ մենք տեսնելով մոտեցանք։ Այդ ամենի մասին իհարկե ես տեղեկացել եմ հեռուստացույցից։ Դիտելով շատ շնորհակալ ենք նաև նախագահին, որ այսպիսի պայմաններ կա հիմա մեր երկրում։ Իսկ բոլորն են շնորհակալ են, իրոք եմ ասում։ Իրոք լավ հանգիստ եք անցնում։ Հանգիստը ո՞րն է, շատ լավ բան է սա։ Սա վճարովներ, ասենք էլի լավ է, բայց մի անվճար է։
Ավելի լավ է մեր ժողովրդի համար։ Օպտերը լավ, ավազները լավ, ամեն ինչ ույուտնի, անցյալ տարի ես եկել եմ քարեր սա ու վճարովի։ Քարերի մեջ դողնում էինք։ Այս տարի ես ուղղակի զարմացա, որ եկանք ստեգան անվճար, ես իմ երեխեքի հետ, թորներով, մորներով, քրոջս երեխեքով, ամեն շաբաթ մեր տան ուտելիք առնել են, գաքսնե ուտենք։ Կողք կողքի տեղադրված բիոզուգարաններ, լվացարաններ ու հանդերձարաններ դարձյալ ամենն անվճար է։ Ապահովված են նաև հանգստացողների առողջության ու անվտանգության խնդիրները։ Փրկարարները հետևում են արգելանիշերին, իսկ բուժկետի հերթապաբժշկուհին հանգստացողների առողջությանը։ Երկու օրվա մեջ դիմողներ եղել են։ Այո, 5 դիմող եղել է, մեծ մասը հիմնականում ճնշման բարձրացումներով, ովքեր ունեն զարկերական հիպերտենզիայի հետ կապված խնդիրներ, նաև եղել է կտրված վերք։ Արևահարության դեմ անհրաժեշտ թռչոցների, վերքերի մշակման, ճնշման տատանումների ու բարձր ջերմության դեղամիջոցների պակաս բուժկետում չկա։ Հերթապաբժշկի հավաստմամբ հանրային լողափերի բուժկետերն ապահովված են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով։ Իհարկե, բոլորը կատարվում է անվճար։ Լիարժեք հանգստի համար հանրային լողափերն ապահովված են նաև անվճար խաղահրապարակներով երեխաների ու մեծերի համար։ Երեխաները զբաղվում են, խաղում են։ Դե մեծերն էլ որ երեխաների ժամանակը լավ անցնում, բնականաբար մեծերն էլ շատ լավ են զգում իրենց։ Շատ լավ պայմաններ են մեծ հովեկներից համար, նաև այս բարեկարգումը կնպաստի նրան, որ շատ հայեր մեծ արտահոսք այս տարի չլինի։ 66 միլիոն դրամը, որը հատկացվել է կառավարության պաուստային ֆոնդից հանրային երկու լողափերը բարեկարգելու ու պատրաստելու բնակչության արժանավայել հանգստի համար, տեղին է ծախսվել ըստ հանգստացողների։ 2 օր ասևանում ենք, սուրճ չկա, սովորենք մենք հայերը, սրճում ենք չկա։ Թե չէ մնացածի մասին կարելի ասել ամեն ինչ տեղին է։ Այստեղ նաև խորոված են արգելել, դա լավ։ Ճիշտ են արել, որովհետև ինֆեկցիաները մանավանդ ամառվա սեզոնին բավականին շատ են, պետք է արգելել։ Դե խորովածը կարելի է տան բակում էլ պատրաստել ուտելիս, այստեղ պետք է լողանալ, մի քիչ պարկել, հանգստանալ, սևանալ։ Իդեպ հանրային լողափում ցանկության դեպքում հանգստացողը կվճարի միայն զովացուցիչ ըմպելիքի ու քաղցրավենիքի համար, իսկ լողալիս բացվող ախորժակն այստեղ կարելի է բավարարել հատուկ նախատեսված շվաքարանների տակ, չախտոտելով շուրջ բոլորը։ Քաղաքակիրթ, հարմարավետ եւ ամենակարևորը ընտանիքի բյուջեին չվնասող լողափերի բացմանը օրերս ներկա էր երկրի ղեկավարը։ Նախագահ Սարգսյանը շրջեց ու ծանոթացավ պայմաններին։ Ընդհանուր առմամբ հանրային երկու օրինակելի լողափում օրական հանգիստը կարող անցկացնել մինչև 2000 մարդ։ Հանրային լողափեր գործում են նաև Նորատուս եւ Շոժագյուղի հարակից տարածքներում։ Այնտեղ եւս կապահովի դեպի լիճ բնակչության անարգել մուտքն ու անվճար հանգիստը։ Հարկավոր է ընդլայնել հանրային տարածքները, խնդիրը հնչեցնում են հենց հանգստացողներն ու նկատում։ Սևանը չի կարող ոչ մեկի սեփականությունը լինել, այն ժողովրդինն է։ Լուսինե Մկրտչյան, Էդգար Դավթյան, Հայլուր։ Մոտ 1 ամսից կսկսի գործել Սևան-Մարտունի գետափ ճանապարհի 2.5 կիլոմետրանոց հատվածը։ Այս շաբաթ շինհրապարակ էր այցելել նախագահ Սարգսյանը, իսկ այսօր վարչապետը։ Այս հատվածն անանցանելի էր դարձել ջրի մակարդակի պարզացման հետևանքով։ Կառուցվող ճանապարհը Սևանա-լճի մակարդակից բարձր է 3 մետր 70 սանտիմետրով։ Երկրի ղեկավարի հանձնարարականով եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհի ջրածածկ հատվածներում կատարվել են ափապաշտպան միջոցառումներ, 3400 մետր երկարությամբ տեղադրվել են մետաղյա արգելափակոսներ։ Աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո վարչապետը շտապել է Սևան քաղաք, այնտեղ նորոգվում է քաղաքի պոլիկլինիկայի շենքը, որը կառուցվել է մոտ 60 տարի առաջ։ Նորոգման եւ հարդարման համար ծախսվելու է 189 միլիոն դրամ։ Սևանցիները վարչապետին սպասում են նաեւ մշակույթի տանը 300 սևանցիների Տիգրան Սարգսյանը հանձնեց հանրապետական կուսակցության անդամատոմս։ Սևանի բնակիչները կառավարության ղեկավարին պատմեցին նաեւ իրենց խնդիրների մասին։ Այգիները մշակելու համար ոռոգման ջուր չունեն, երիտասարդների ամուսնությունները խթանելու համար Սևանում բնակարանաշինության ծրագրեր է պետք իրականացնել։ Տիգրան Սարգսյանը խոսացավ նաև բարձրացված հարցերը քննարկել կառավարությունում, բայց ըստ նրա առաջնահերթը մարզերում աշխատատեղերի ստեղծումն է։ Վարչապետը համոզված է, որ հանրապետականների նոր անդամագրվածները կուսակցական ակտիվ գործունեությամբ ևս կնպաստեն երկրի զարգացմանը։ Այս շաբաթ Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ տնտեսական 50-րդ ժողովն ու տնտեսական ապրանքների ցուցահանդեսը։ Հայաստանը ներկայացված է եղել 15 ընկերություններով։ Ցուցահանդեսի հետաքրքրական դրվագներից է եղել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած աշխարհի գլոբուսը, որտեղ Հայաստանը ուղղակի բացակայել է։ Երբ այցելուները հարցրել են իսկ ուր է Հայաստանը, ադրբեջանցիներն ասել են՝ սա գլոբուսից չէ, սա քաղաքականությունից է։ Մինչ ադրբեջանական պատվիրակության անդամները կհասցնեին դառնալ նոր հիթային անեկդոտների հերոսներ, հայկական տաղավարն իր կողմներ ձգում ցուցահանդեսի այցելուներին ոչ միայն իր բրենդային կոնյակով ու հյութերով, այլև Հայաստանի օրվա առիթով համերգով։ Տնտեսական ցուցահանդեսին ու համերգի մասնակցել է Հայլուրի մոսկովյան բյուրոյի թղթակից Աշոտ Մնացականյանը։
Իր գոյության 20 տարիների ընթացքում համագործակցությունը կայացել է որպես ունիկալ տարածաշրջանային կազմակերպություն, որն օգնում է անդամ պետություններին լուծել զարգացման հանգուցային խնդիրները։ Դեպի համագործակցության նոր հեռանկարներ ԱՊՀ 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման իր խոսքում ասեց Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Մոսկովյան հոբելյանական ցուցահանդեսի ընթացքում անցկացվեց նաև ԱՊՀ տնտեսական համագործակցության 50-րդ ժողովը։ Հայաստանի պատվիրակության ղեկավարի կարծիքով նման հանդիպումները լրացուցիչ առիթ են քննարկելու կազմակերպության անդամ պետությունների միջև կնքված երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի իրագործման ընթացքը։ Մի շարք հարցեր քննարկվեցին, մասնավորապես ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրի վերջնական համաձայնեցման խնդիրը եւ բավականին կոնստրուկտիվ որոշումներ ընդունվեցին, այդ թվում նաեւ այդ փաստաթղթի հետ կապված։ Ցուցահանդեսի 6 օրերի ընթացքում Հայաստանի տաղավարի այցելուների թիվը գուցե կարելի լիներ հաշվել անվճար մատուցվող բնական հյութի ու հայկական կոնյակի օգտագործված քանակով, սակայն տաղավարում ներկայացված 15 հայկական կազմակերպությունների նպատակը բնավ էլ այցելուների մեծ թիվ ապահովելը չէր։ Թեև հայկական ծիրանի հյութ խմել ցանկացողների թիվը օրեցօր ավելանում էր։ Գիտեք, հիանալի համ ունի։ Ես փորձել եմ ծիրանի հյութը, երբեք նման համեղ հյութ չէի փորձել։ Նույնիսկ չեմ կարող համեմատել որևէ այլ հյութի հետ։ Զգացում է, որ իրականում բնական է։ Ցուցահանդեսի բազմազգ այցելուների մեծ հետաքրքրությունը Հայաստանի ու հայկականի հանդեպ խուճապ առաջացրեց Ադրբեջանի տաղավարում։ Ցուցահանդեսի բոլոր այցելուներին սկսեցին բաժանվել Ադրբեջանում որսի հրավեր բրոշուրները, որոնց մեջ պատկերված քարտեզում որպես որս կատարելու տարածք ընդգրկված էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Քարտեզագրության մյուս բացառիկ նմուշն էր ադրբեջանական գլոբուսը, երբ ցուցահանդես այցելած հայ դիվանագետներից մեկն հետաքրքրվեց, թե ինչու գլոբուսի վրա որպես պետություն բացակայում է Հայաստանը, Ադրբեջանի գլոբուսի խոսնակն հայտարարեց, որ դա քաղաքական մոտեցում է։ Ինչպես ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ արագ ու ճիշտ նկարել գլոբուս կամ նույնիսկ ավելի բարդ տրամաբանական գործողություններ կատարել առանց սխալների, ցուցահանդեսի այցելուներին առաջարկում էին իմանալ Հայաստանի IT ոլորտը ներկայացնող տաղավարում։ Կազմակերպությունները տեղեկատվական տեխնոլոգիաների հիմա կարող են այնքան կոմպետենտ են, այնքան վրձունակ են, որ կարող են ծառայություններ մատուցել նաև թե ռուսաստանյան եւ ԱՊՀ ցանկացած երկրներին։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, մեքենաշինությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների ցուցահանդեսի ընթացքում ունեցած գործնական հանդիպումների ու առաջարկների քանակը հայկական տաղավարի ղեկավարի կարծիքով վկայում են Հայաստանի տնտեսության հանդեպ աճող հետաքրքրության մասին։ Բացման օրվանից, այսինքն ժամից սկսած մինչև այս պահ բավական մեծ հետաքրքրություն կա հայկական ապրանքներ, հատկապես սննդամթերքի մասով։ Բացի դրանից ունեցել ենք արդեն 2 քննարկումներ մեր ներդրումային ծրագրերի մասով, որ հետաքրքրություն է առաջացրել։ Հայաստանի ու հայկականի հանդեպ հետաքրքրության նոր ալիքը բարձրացավ հուլիսի 1-ին։ Ցուցահանդեսի շրջանակներում հայտարարված Հայաստանի օրվան նվիրված համերգի հնչյունները ցուցասրահի գլխավոր բեմի մոտ հավաքեցին ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների ու հյուրերի։ Գիտեք, 20 տարի ընդհանուր ճանապարհ ենք անցել ԱՊՀ երկրների հետ միասին եւ գաղափարը, որ այդ ճանապարհը ամփոփել, ամենայն դեպս ցույց տալ այն նվաճումները, որոնք այսօր կարող ենք մեկս մյուսի հետ կիսվել։ Եվ նաեւ շատ հետաքրքիր է, որ այս ամբողջի մեջ կարողացանք մշակութային այս կոմպոնենտներ մտցնել։ Հայաստանը ամենայն դեպս բավականին ակտիվ է մասնակցում այս ցուցահանդեսին, այլ երկրների հետ համեմատ։ Հույսով եմ, որ սրանով նորից քիչ թե շատ Հայաստանը կբացենք նաև մեր եւ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համար։ Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված այս ցուցահանդեսի անցկացումը նախկինում Խորհրդային Միության, այսօր Ռուսաստանի ցուցահանդեսային գլխավոր կենտրոնում երկար տարիների ընդմիջումից հետո առաջին նման ծավալի միջոցառումն էր, որտեղ միաժամանակ ներկայացված էին նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետությունները։ Աշոտ Նացականյան, Դենիս Գրիգորյան, Հայլուր, Մոսկվա։ Եվ շարունակելով ռուսական թեման, հայտնի է, որ մեր երկրում այսօր ապրում է 5000 մալական, 2000-ը Երևանում, մնացածը գյուղերում։ Լոռու մարզում գտնվող մոլոկանների 2 գյուղերը ձևավորվել են մոտ 2 դար առաջ։ Ֆիոլետովն ամբողջովին մոլոկաններով է բնակեցված, Լերմոնտովի բնակչության 80%-ն է մոլոկան։ Մալականների համայնքը շատ փակ է, գրեթե չեն համաձայնում նկարահանվել, իրենց դավանանքը քարոզում է ավելի զուսպ, սահմանափակում է մի շարք հաճույքներ, նրանք ստեղծում են մեծ ընտանիքներ, շատ աշխատասեր են ու բարեխիղճ ամեն հարցում։ Նրանք հոգևոր քրիստոնեության ճյուղերից մեկի հետևորդներ
Հեղինակներն են չեն ընդունում եկեղեցի սրբապատկերներ, սրբեր, հավաքվում են սովորական շինությունում ու երկրպագում Աստծուն։ Երբ 19-րդ դարասկզբին նրանք կրոնական հայացքների պատճառով հարկադրված են եղել լքել Ռուսաստանը, շատերը եկել են Հայաստան, որ մոտ լինեն Արարատին։ Ճիշտ է, Լորվա գյուղերից Արարատը չի երևում, բայց մալականները միևնույն է շատ գոհ են իրենց հայկական հայրենիքից։ Աշխատասեր գյուղատնտեսների և փայլուն շինարարների համբավ ունեցող մոլոկանները հայկական հողում մաքուր ռուսական միջավայր ստեղծելով պահպանում են ռուսական ոգին, կենցաղը, լեզուն։ Նրանք վստահ ասում են, Լոռիում ամենալավ կաղամբն ու գազարն իրենց այգիներում են։ 5 տարեկանից Ալյոնան գիտի տնամերձ հողամասը փթթուն դարձնելու բոլոր գաղտնիքները։ Փոքրիկ մոլոկանները այբուբենից էլ շուտ յուրացնում են, թե բանջարեղենին որքան ջուր ու պարարտանյութ է պետք։ Մաթեմատիկա, ռուսկի։ Մաթեմատիկա ու ռուսերեն շատ եմ սիրում, բայց հողամասում աշխատել ավելի շատ։ Ալյոնան ու քույրիկը հաճախում են Ֆիոլետովոյի 12-ամյա դպրոց, որտեղ ուսուցումը ռուսերեն է։ Երկու հայ ընտանիքից բացի գյուղի ամբողջ բնակչությունը կազմում են 1500 մոլոկանները, որոնց նախապապերը կրոնական հայացքների համար հալածվելով լքել են Ռուսաստանը և Լոռվա ձորերում հաստատվել 170 տարի առաջ։ Դպրոցի 170 ռուս աշակերտներին դասագրքերը մատակարարում է Ռուսաստանի կառավարությունը։ Դասավանդում են հայ մանկավարժները, բացառությամբ ուսուցչական կազմի միակ շիկահեր Ալլա Ռուդամետկինայի, որն այդպես էլ չի համակերպվում հայրենակիցների կենցաղի այն սկզբունքի հետ, որ ուսումը հողի ու տան գործերի նկատմամբ երկրորդական է։ Երեխաներին մոր կաթի հետ փոխանցվում է հողային աշխատանքների նկատմամբ սերը, կամ աշխատում են, կամ կրտսեր քույր եղբայրներին են խնամում, իսկ այս սովորելու ցանկություն գրեթե չկա։ Դպրոցի բազմամյա տնօրենը սակայն հպարտությամբ է նշում, որ վերջին 10 տարվա ընթացքում 17 շրջանավարտի են բուհ ճանապարհել։ Անցյալ տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ու գործարարների ջանքերով կեսդարյա դպրոցը նորոգվեց։ Տնօրենն այժմ ամեն անգամ մեծ ցավով է թոշակի ուղարկում հերթական ուսուցչին։ Առարկաները ռուսերեն դասավանդող նոր մանկավարժների գտնելը հեշտ չէ։ Մենք շուտով նույնիսկ տարրական դասարանի ուսուցչի խնդիր կունենանք։ Շատ կուզեինք մասնագետ դարձած մեր շրջանավարտները հետ վերադառնային, բայց օրինակ Ռուսաստանի բուհում սովորողը հետ կգա Ֆիոլետովո, հաստատ չի գա։ Հեռացել են Ռուսաստան ու վերադառնալու միտք էլ չունեն տիկին Մարիայի զավակները։ Ռուսաստանում եւս մոլոկանների բիզնեսի հիմնական աղբյուրը կաղամբի ու գազարի թթուն է։ Իրենց բրենդային ուտելիքով շուկան միշտ ապահովելու համար Ֆիոլետովոյի մոլոկանները 300 հեկտար վարելահողի 40%-ը կաղամբով են զբաղեցնում։ Նույնիսկ եթե բերքառատ տարի չլինի, 1 հեկտարից 4 տոննա կաղամբ հաստատ ստանում են։ Տիկին Մարիան համոզվել է, մոլոկանի եկամտի գլխավոր աղբյուրը աշխատասիրությունն է։ Զավակներս մեզ էլ են կանչում Կրասնոդար, բայց մենք չենք ուզում գնալ։ Մեր պապերն ու նախապապերը հայկական հողում են ծնվել, սա մերն է։ Մենք շատ ենք աշխատում ու արդյունք ենք ստանում։ Գյուղատնտեսական նույն հաջողություններն են արձանագրում և հարևան Լերմոնտովո գյուղի մոլոկանները, որոնք կազմում են բնակչության 80%-ը։ Գյուղացիների կյանքը հեշտացնելու համար համահայկական հիմնադրամը Լերմոնտովոյում խմելու ջրի 6 աղբյուր է կառուցել։ Այստեղ նույնիսկ փողոցային լուսավորություն կա։ Գյուղապետն էլ պատմում է, որ իր համագյուղացիների աճեցրած բերքը միշտ մեծ սպառում ունի թե մարզի քաղաքներում, թե Երևանում։ Մեր գյուղի 300 տնտեսություններից 100-ն ունեն ձի և անվասայլ ու հեշտությամբ բերքը մոտ քաղաքներ են հասցնում։ Թե Ֆիոլետովոյի, թե Լերմոնտովոյի ռուսները հայերեն հասկանում, բայց չեն խոսում։ Ճիշտ է, երեխաները դպրոցում հայերեն անցնում են, բայց մոնոէթնիկ Ֆիոլետովոյում օրինակ շփման միջավայր ընդհանրապես չկա։ Հայերենը զարգացնել կօգներ հեռուստատեսությունը, սակայն հասանելի չէ։ Մեր մասին միշտ լսում ենք, թե մեր ավանդույթները չեն ողջունում հեռուստացույց դիտելը։ Իրականում այստեղ ազդանշանը այնքան վատն է, որ հեռուստացույց չենք դիտում ոչ թե որովհետև ընդունված չէ, այլ որովհետև չգիտենք ինչ դիտել։ Հեռուստացույցը ոչ, բայց դավանանքով թելադրված այլ արգելքներ մոլոկանի կյանքում կան։ Ալկոհոլ չեն օգտագործում, տղամարդիկ չեն սափրվում, կանայք հիմնականում գլխաբաց չեն, երիտասարդների մեջ էլ մանկուց արմատացած է, հարսնացուն կամ փեսածուն այլազգի լինել չի կարող։ Լերմոնտովոյի գյուղապետի տեղակալ Մոլոկան Միշան պատմում է, որ իրենց գյուղում հայերն ու ռուսները հաշտ ու խաղաղ ապրում են, սակայն խառնամուսնությունների մասին խոսք լինել չի կարող։ Շատ հազվադեպ է լինում, որ հայն ու ռուսը միմյանց սիրահարվեն, ասենք 100-ից մեկը։ Եղել է դեպք, որ ռուս աղջիկը գնացել է հայ տղայի հետ, բայց դրանք բացառություններ են։ Մեր արյան մեջ է ներարկված այն համոզմունքը, որ մոլոկանը կարող է միայն իր ազգակցի հետ ամուսնանալ։ Իհարկե հայ տղայի հետ կյանքը կապող ռուս աղջկա առջև հայրական տանդրները փակվում են։ Ու հենց այս պարփակված ու զուսպ կենցաղն է, որ այս փոքրիկ համայնքին թույլ է տալիս ամբողջովին պահպանել դիմագիծը։
Ռուսական նախշազարդերով տնակներն ու դրանց շիկահեր բնակիչները լորվա բնապատկերին այդ հատվածում հաղորդում են մաքուր ռուսական երանգ։ Զարուհի Արզումանյան, Էդգար Դավթյան, Հայլուր։ Այս շաբաթ ոգեկոչում էին մեծ աշուղ Ջիվանուն, Ջավախքի նրա հայրենի գյուղում հավաքվել էին աշուղի ստեղծագործության երկրպագուները, ամբողջ օրվա ընթացքում սրտի խոսքի պակաս չզգացվեց։ Ջիվանու հայրենիք էր մեկնել նաև Հայլուրի թղթակից Մհեր Արշակյանը։ Երանի թե ես հես տեսած լինայի։ Աշուղոնիկը ամբողջ կյանքում երազել է տեսնել եւ լսել Ջիվանուն։ Մի ցանկություն էլ աշուղ ռազմարն ունի։ Կողքիդ կուզե հանգչիլ աշուղ ռազմարը։ Աշուղ Եզիկի համար Ջիվանու երգերն ավելի կազդուրիչ հետևանքներ են ունեցել։ Այն խմեցի մտքից ստացավ դոնոր նյութ։ Բոլոր աշուղներին Ջավախքում ծնված Ջիվանու հայրենի գյուղ կարծախ էր բերել մեծ աշուղին նվիրված միջոցառումը, որի ժամանակ նրանք շատ կուզեին ասել իրենց սրտի խոսքը։ Գյուղի բլուրներից մեկի վրա տոն է, ոգեկոչում են Ջիվանուն։ Հուշարձանին ծաղկեպսակ չկա, կյանքի ծաղիկներն են մոտենում լուսանկարվելու։ Հուշարձանի մոտ խնկացող միակ ծուխը խորովածինն է, ամբիոնին կարևոր դեմքեր հիմնականում Հայաստանից։ Ջիվանին մեր համար եղել է երգիչ, Ջիվանին մեր համար եղել է փիլիսոփա, Ջիվանին մեր համար եղել է ուսուցիչ։ Ազգային ժողովի падգամավոր ծնունդով Ջավախցի Տաճար Վարդապետյանը հաճույքով է մեջբերում Ջիվանուն։ Դու այն երկրեն մի հեռանար հայի ճուտ, ուր որ նախնիների թիշատակներ կան։ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի համար 101 տարի առաջ հեռացած աշուղը վերաիմաստավորվել է։ Ունենալով 800 ուրեմն ստեղծագործություններ, որոնք մեր օրերին է հասել եւ այսօր մենք վայելում ենք դրան, որի մեջ կան գլուխ գործոցներ, ծմրան օրերս քանքարավոր ընկեր։ Վրաստանի խորհրդարանի падգամավորն այս գյուղից ակնկալում է նոր Ջիվանիներ, ելույթի պահին նա իր աչքի առջև տեսնում է վազվզող փոքրիկ ապագա Ջիվանիներին, իսկ եթե ինքը սխալվել է եւ վազվզող երեխաներն ապագա Ջիվանիները չեն, հույսը չի մեռնում։ Եթե այստեղ չեն վազվզում, ապա մեր հարսերը անպայման վաղը մյուս օրը 10 տարի հետո ծնելու են հանճարեղ Ջիվաններ։ Ամբողջ միջոցառման ընթացքում բլուրում եռում է առևտուրը։ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը գիտի թե ինչ անել, որ առևտուրը եռա ամեն օր։ Նրան դուր է գալիս Կարզախի աշխարհագրական դիրքը։ 19-րդ դարում գյուղը եղել է խոշոր առևտրական կենտրոն։ Ըստ Վան Բայբուրդի պետք է կառուցել ճանապարհներ։ Գործարար Սոս Սահակյանն առայժմ կբավարարվեր, եթե գյուղից հեռացած իր դասընկերները վերանորոգեին գյուղի միակ եկեղեցին։ Ինքն իրենը վերանորոգել է այլ գյուղում։ Կարզախի հին ու հզոր ժողովրդին, որը պիտի վերականգնվի շատ շուտով։ Ելույթներին ի վերջո հաջորդեց համերգը Թովմաս Պողոսյանի Սայաթնովա ազգագրական համույթի կատարմամբ։ Հենց խումբն էլ ի վերջո ծաղիկներ դրեց մեծ աշուղի գյուղի կենտրոնում կանգնեցված հուշարձանին։ Մհեր Արշակյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ երկուշաբթի առավոտյան առաջին ալիքում պրոֆիլակտիկա է առավոտյան ժամը 7-ից մինչև 13:00, այնպես որ չանհանգստանաք, ճիշտ հակառակը եկել է հանգստանալու եւ լիսկաթափվելու ժամանակը, չէ որ ամառը։ Սա Կիրակ Նորյանն էր, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։